Ողջույն միշտ խաբվել սիրող հայ ժողովրդին, հարգելի հայրենակիցներ, ես 3 ծովերի Քրիստոնեդեմոկրատական ազգային կուսակցության նախագահն եմ, որը պետք է գրանցեին 2008 թվականին, բայց չգրանցեցին, այդ ժամանակ կուսակցությունը ուներ 10,000 անդամ, եթե կուսակցությունը գրանցվեր, ապա ես համոզված եմ, եթե չխանգարեին, իշխանությունը կանցեր մեր ձեռքը, ձեր ձեռքը, և այժմ այլ վիճակ կլիներ, Արցախը լրիվ անկախացած կլիներ, ով գիտի, միգուցե Ադրբեջանն էլ գոյություն չէր ունենա։ Այժմ հարգելի հայրենակիցներից հանդիսանում եմ Արդարություն և հայրենիք կուսակցության նախագահը։ Ես բազմիցս ասել եմ, եթե իշխանությունը Նիկոլա հանձնի ինձ, ապա իրականություն կդառնան հետևյալ ձեր երազանքները։ Բոլոր քաղաքներում քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար, թոշակառուներին ազատել գույքահարկից, թոշակային տարիքը սահմանել կանանց համար 55 տարեկան, տղամարդկանց համար 60 տարեկան, բազմազավակ ընտանիքներին ազատել գույքահարկից, գույքահարկը նվազեցնել 2 անգամ, ծառայությունների գները նվազեցնել 2 անգամ, աղբահանման ծառայության գինը նվազեցնել 2 անգամ, կատարել համաներում, այդ թվում քաղբանտարկյալների համընդհանուր համաներում, Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերը ազատել հարկերից, կոմունալ վճարումները կրճատել 50%-ով, տրամադրել անվճար տներ, թույլ տալ գյուղացիներին առանց թույլտվության իրենց սեփական հողատարածքների վրա կառուցել 1 հարկանի տներ, կոմեր, ավտոտնակներ, ավտոկայանատեղեր, ջերմոցներ, պարիսպատեր, խաղողի հացահատիկի մթերման գները 1 կիլոգրամի համար սահմանել 200 դրամ, պարարտանյութերի գները նվազեցնել 3 անգամ, դիզելային վառելիքը 50%-ով նվազեցնել, քաղաքացիներին, ընկերություններին տրամադրել անվճար ԱՊԶ և շինթույլտվություն, օրենք ընդունել, որ թեյավճարները ամբողջովին պատկանում են մատուցողներին, երկիշներին և այն քաղաքացիներին, ովքեր ստանում են թեյավճար, 3 անգամ կրճատել տների, բնակարանների, ձեռնարկությունների գազաֆիկացման և էլեկտրաֆիկացման հետ կապված ծախսերը, ոռոգման ջրի գինը նվազեցնել 3 անգամ։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնում եմ ձեզ, որ այս բոլորը ես իրականություն կդարձնեմ 1 ամսվա ընթացքում։ Հարգելի հայրենակիցներ, 1 տարվա ընթացքում իրականություն կդարձնենք հետևյալ կետերը. անվճար բույս սպասարկում ու կրթություն 1 տարվա ընթացքում, շրջանավարտներին ապահովել աշխատանքով, 100,000 աշխատատեղի ստեղծում 1 տարվա ընթացքում, բարձր թոշակներ տալ զոհվածների ընտանիքներին, պատերազմի հաշմանդամներին, միջքաղաքային տրանսպորտի գինը իջեցնել 2 անգամ, մթերքների գները իջեցնել 30%-ով, ձկնեղենի, օղու, կարագի գները 2 անգամ, ապահովել քաղաքացու կյանքի և նրա ունեցվածքի անվտանգությունը, ստեղծել էլեկտրոնային դատավորներ, վերականգնել բոլոր գյուղապետարանները, վերականգնել, կառուցել պարարտանյութեր արտադրող գործարանը, Նայլիտը և այն ձեռնարկությունները, որոնցից ինչ-որ բան դեռ մնացել է, վերականգնել բոլոր փակված բուհերը, դպրոցները, բուժկետերը, Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տրամադրել նպաստներ։ Հարգելի հայրենակիցներ, 2 տարվա ընթացքում $16 միլիարդ պարտքը մարել, պարտքի սպասարկման $3 միլիարդը ամեն տարի վճարել ժողովրդին, ավելի կոնկրետ յուրաքանչյուր անձին վճարել $1,000։ 3-ից 5 տարվա ընթացքում թոշակները աշխատավարձները բարձրացնել 2 անգամ, 3 տարվա ընթացքում ռազմական արդյունաբերության ծավալը մեծացնել 1000 անգամ, 3 տարվա ընթացքում համախառն արտադրանքը ավելացնել 10 անգամ, 3-ից 5 տարվա ընթացքում ստեղծել գերեզոր բանակ, վերացնել աղքատություն բառերը, որբերին տրամադրել անվճար բնակարաններ, մինչև $1,000 աշխատավարձ ստացող զինվորականներին տրամադրել անվճար բնակարաններ, բոլոր գյուղերում ստեղծել մանկապարտեզներ, դպրոցներ, բուժկետեր, ակումբներ, խանութներ, եթե նույնիսկ 1 ընտանիք է ապրում այդ գյուղում,
1 միլիոն աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում, նվազագույն աշխատավարձը դարձնել 250,000 դրամ, վերացնել խաբեբայություն բարերը, Ադրբեջանից, Թուրքիայից սպասող վտանգները չզոքացնել 10 տարում, Արցախը, Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Օլթին, Արևմտյան Հայաստանը, Կիլիկյան Հայաստանը ազատագրել առանց պատերազմի, կառուցել ստեղծել նոր քաղաքներ, որոնք գերազանցել Դուբային, Նյու Յորքին և աշխարհի մյուս քաղաքներին, վերականգնել անտառները, հանրապետության ամբողջ տարածքը անտառապատ է, 20-ից 30 տարվա ընթացքում աշխատավարձներն ու թոշակները բարձրացնել մոտ 30 անգամ, 30 տարվա ընթացքում Հայաստանը դարձնել երկրագնդի ամենահզոր երկիրը, որը կապահովի երկրագնդի վրա խաղաղություն, արդարություն, եղբայրություն աշխարհի բոլոր լավ մարդկանց համար, անկախ նրանց ռասայից, կրոնից և ազգությունից։ Հայաստանը վերածել դրախտի և այն տարածել ամբողջ երկրագնդով։ Դրախտն էլ, հիշեցնում եմ, դա մարդու առանց պրոբլեմների կյանքն է։ Երկրագունդը դարձնել մեկ համերաշխ ընտանիք, որի դեպքում միայն բոլոր մարդիկ երջանիկ կլինեն, այդ թվում հայ ժողովուրդը։